Վերակենդանացման բաժանմունքում 3 օր մնալուց հետո Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 2 ամսով կալանավորված 18-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդասենյակ, հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Փաստաբանի խոսքով, թեև Դավիթը այսօր անգամ չի կարողացել գլուխը բարձից վերև բարձրացնել, այնուամենայնիվ երիտասարդին տեղափոխել են հիվանդասենյակ։ Հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը։ Բանակից գումարով ազատվելու ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին դեմ են թիմակիցները։ Այսօր խորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո Սարգսյանը հայտարարել է, որ նախագիծը տապալվել է ըստ էության Անդրանիկ Քոչարյանի մեղավորությամբ։ Անընդունելի է դա։ Չի կարա տենց բան լինի, որ դու մարդու հետ անձնական խնդիր ունենաս, քո պետության համար կարևորագույն նախագիծը տապալես, դու ասես տեսար Սարգսյանին տապալեցի։ Գլուխ գովաս, ասես տապալեցի, չկարացավ անի։ Չես ասում, որ դու տալիս ես քո բանակի աշկն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, քո զորքի թիվը 44,000-ից 14 տարում, իջել է 14,000, ասում եմ եկեք միջոց ձեռնարկենք, ասում են բանը, մեջը խոսում ես Սարգսյան Հայկը բանը, իրա PR-ի համար անում, միշտ եմ իմ PR-ի համար անում։ Անդրանիկ Քոչարյանը մտածածին է անվանել թիմակցի ներկայացրածը։ Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զորտա։ Հանձնաժողովի նիստի ժամանակ Սարգսյանի ու Քոչարյանի հարաբերությունները լարված էին։ ԿՊԱ-ական պատգամավորը նաև իր խոսքում ակնարկել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին, որի հետ նույնպես հեռակա վեճ ունի Հայկ Սարգսյանը։ Իրանց նախկին կանանց կամ զոնքաշների կայքերով Զակաստան ասենք Սարգսյան Հայկը դուս եկել բանի դեպ, կառավարության դեմ կամ վարչապետի դեմ։ Բանակում զինվորների կենցաղային պայմանները լավացնելու մասին Հայկ Սարգսյանի առաջարկները նույնպես մերժել են թիմակիցները։ ԿՊԱ-ական պատգամավորը մի քանի սկանդալային մանրամասներ է հրապարակել այդ քննարկումներից։ 2 տարի խնդրում եմ պաշտպանության նախարարին, ասում եմ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում։ Հնարավորություն ստեղծենք, თუ ամեն օր լողանա։ Ինչի՞ց է խնդիրը ծագի։ 24 թվականի պատգամավորներից մեկը փակ մեր հանդիպման ժամանակ հարց տվեց թոքաբարբով զոհ ենք ունեցել, մահվան դեպք ենք ունեցել բանակում, որ սառաջերով հավանաբար լողացել է, դե ասես մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկա, բազմաթիվ բանակներում տենց է, ուսումնասիրեմ տասնյակ բանակների փորձը, բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են, Հայաստանում աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած երկրներում որ շաբաթը մեկ են լողանում, ասել եմ լրացուցիչ սաղ չի, սա առաջարկեմ, ասել եմ խնդրում եմ, ստեղծենք հնարավորություն մեզ զորքը ամեն օր լողանա։ Դե 2 տարի անցել է նույն վիճակն է։ Հա հիմա ունենք որոշ տեղեր, նոր կառուցված տեղեր, բայց փոքր տոկոսակազմը, որ զորքը կարող է ամեն օր լողանա, բայց մեծամասամբ մեր տեղեքը շաբաթը մեկ են լողանում։ Դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմը շաբաթը մեկ լողանա։ Դե թող ուրեմն միջև այդ խնդիրը չլուծեն, իրանք շաբաթը մի անգամ լողանան։ Տենամ կարան։ Հայկ Սարգսյանը չի կարծում, թե իր հայտարարություններով դուրս է գալիս թիմակիցների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի դեմ, ու մանդատից զրկվելու, քրեական հետապնդման ենթարկվելու մտավախություններ չունի։ Չի կարող հարուցվի, այսինքն պետք է լինի հնարովի գործ, իսկ մեր պետությունում հեղափոխությունից հետո չի կարող, ես ամեն դեպքում հույս ունեմ, որ նման բան չի կարող լինի։ ՀԱՊԿ պետք է ծայրահեղ, զգույշ եւ կորեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպան ժամանակ։ Լուկաշենկոյի խոսքով Հայաստանում այժմ բարդ իրավիճակ է, նախընտրական շրջանով պայմանավորված, ինչն էլ թելադրում է առավել ուշադիր եւ հավասարակշռված լինել Հայաստանի հետ հարաբերություններում։ Чувствительный вопрос до сих пор мы это. Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպան ժամանակ ակնարկել էր գազի գնի հնարավոր թանկացում, եթե Հայաստանը որոշի դուրս գա ԵԱՏՄ-ից։ Սրանից հետո ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ եթե գազի գինը Հայաստանի համար թանկանա, մեր երկիրը դուրս կգա եւ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից։ Թուրքիայի Իգդիր եւ Կարս նահանգներում գտնվող անցակետերը Ալիջանը եւ Ակիականը կարող են վերաբացվել առաջիկա ամիսներին։ Հայկական կողմը արդեն իրականացրել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, իսկ թուրքական կողմում դրանք գտնվում են ավարտական փուլում։ Այսպիսի վերլուծությամբ հանդես է եկել գերմանական Deutsche Welle պարբերականը։ Ըստ հեղինակի 2022 թվականից սկսած ընթանում է զգուշավոր մերձեցում։ Հատուկ ընդգծվում է, Հայաստանը այլևս չի պնդում, որ Անկարան ճանաչի 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Պարբերականը նաև նկատում է, որ սահմանի բացումը մինչև խորհրդարանական ընտրություններ մեծ հաջողություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար։ Նա տարիներ շարունակ վարում է Թուրքիայի հետ հաշտեցման քաղաքականություն եւ փորձում է Հայաստանը մոտեցնել արևմուտքին, նշում է հեղինակը։
Ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական գործակալության ղեկավար Մաջիդ Խադեմին, հայտնել է իրանական կողմը։ Սա Թեհրանի ամենացավոտ կորուստներից մեկն է վերջին շրջանում։ Իրանը խիստ նախազգուշացրել է, որ քաղաքացիական թիրախների վրա հարձակումների կրկնության դեպքում պատասխան գործողությունները կլինեն շատ ավելի ջախջախիչ եւ ընդգրկուն։ Իրանական կողմի պնդմամբ թշնամու կորուստներն ու վնասները կբազմապատկվեն, եթե նման մոտեցումը շարունակվի։ Ռազմական գործողություններ են ընթանում նաև Լիբանանի հարավում։ Իսրայելական բանակի նահանջից հետո իսլամական դիմադրության մարտիկները Աթ-Թայբա քաղաքի մոտակայքում հարձակվել են հակառակորդի վրա։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի է ունեցել բազմամարդ ավտոերթ՝ ի աջակցություն Իրանի։ Իրանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանում տիրող պատերազմական իրավիճակը։ Աբբաս Արաղչին խիստ քննադատել է Իրանի հասցեին հնչող սպառնալիքները, դրանք որակելով որպես պատերազմական հանցագործությունների եւ ցեղասպանության նորմալացման փորձ։ Նախարարը շեշտել է, որ եթե այդ սպառնալիքներն իրականություն դառնան, Իրանը կտա վճռական եւ համապարփակ պատասխան։ Ըստ Արաղչիի, հնարավոր էսկալացիայի հետևանքները դուրս կգան տարածաշրջանի սահմաններից եւ լուրջ կազդեն համաշխարհային էներգետիկայի ու տնտեսության վրա։ Իրանական կողմը ստեղծված իրավիճակի եւ դրա հնարավոր ծանր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը վերագրել է Միացյալ Նահանգներին եւ ագրեսորներին։ Դոնալդ Թրամփը ըստ ամենայնի 24 ժամով երկարաձգել է Իրանի համար սահմանված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը վերաբացելու շուրջ համաձայնության գալու համար։ Հակառակ պարագայում Թրամփը սպառնացել է, որ երկիրը կբախվի ենթակառուցվածքների վրա կործանարար հարձակումների։ Երեքշաբթի արևելյան ժամանակով 20-ին գրել է նա իր Truth Social հարթակում։ Սա նշանակում է, որ պայմանագիրը կնքելու համար Իսլամական Հանրապետությունը մինչև վաղն առավոտ ժամանակ ունի։ Իրանի ռազմածովային հրամանատարությունը արդեն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին, հիշեցնելով, որ Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախապատերազմյան վիճակին։ Նեղուցը մշտապես փոխված կլինի հատկապես Ամերիկայի եւ Իսրայելի համար, ասվում է պատասխանում։ Կալինինգրադի Կիանտ առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի հետևանքով տուժել է 4 մարդ, այդ թվում 2 հրշեջ փրկարար։ Կան կասկածներ, որ հրդեհի պատճառը դիտավորությունն է։ Հրշեջներին բարեբախտաբար հաջողվել է մարել կրակը։ Ադրբեջանում տեղի ունեցած ուժեղ հեղեղումների հետևանքով մի քանի բնակավայր լիակատար մեկուսացվել է։ Տեղական աղբյուրները հայտնել են, որ ջրհեղեղի պատճառով փլուզվել է մի քանի կամուրջ։ Ճանապարհային ենթակառուցվածքների վնասումը լրջորեն բարդացրել է տրանսպորտային հաղորդակցությունը, տվյալ շրջաններում զրկելով բնակիչներին տեղաշարժվելու հնարավորությունից։ Մոսկվայում փաստաթղթերը ստուգելու պահին վարորդը միացրել է մեքենայի շարժիչն ու փախել ոստիկանին քարշ տալով։ Իրավապահը բարեբախտաբար չի տուժել։ Պարզվել է, որ ավելի վաղ վարորդը հարբած վիճակում մեքենա վարելու համար զրկվել է վարորդական իրավունքից։ Նրան հայտնաբերել եւ ձերբակալել են։ Արտեմիս 2 առաքելության անձնակազմը պատրաստվում է լուսնի շուրջ պատմական պտույտին, որի ընթացքում նրանք կդառնան տիեզերագնացության ամբողջ պատմության մեջ երկրից ամենահեռու կետում գտնված մարդիկ։ ՆԱՍԱ-ն ուղիղ եթերով լուսաբանելու է այս գործընթացը, որը կլինի այսօր Երևանի ժամանակով ժամը 21-ին։ Չնայած թռիչքի հաջող ընթացքին մեկնարկից ժամեր անց անձնակազմը սանհանգույցին վերաբերող տեխնիկական փոքր խնդիր է ունեցել։ Համակարգի պոմպը բավականաչափ չէր թրջվել ջրով, ինչի պատճառով այն անջատվել էր։ Տիեզերագնացներին հաջողվել է արագ լուծել խնդիրը, լրացուցիչ ջուր ավելացնելով համակարգի մեջ։ We didn't put enough in and so the pump was not fully wetted. ՆԱՍԱ-ի մասնագետները նշել են, որ սա փորձնական թռիչք է եւ նման իրավիճակները սպասելի են, քանի որ այն կարևոր փուլ է Օրիոն տիեզերանավի աշխատանքը բաց տիեզերքում ուսումնասիրելու համար։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս թռիչքը ճանապարհ է դեպի Մարս ապագա առաքելությունների համար։ 10-օրյա թռիչքի ավարտին լուսնի շուրջը հաջող պտույտ կատարելուց հետո տիեզերագնացները կվերադառնային երկիր եւ վայրէջք կկատարեն Խաղաղ օվկիանոսում։